Բարի լույս հայեր ջան, ուրեմն ես այս պահին գտնվում եմ Ամիրյան փողոցի վրա, ուզում եմ ցույց տամ, թե ինչքան անթասիվ է գտնվում այս պահին Ամիրյան փողոցում, նայեք։ Այսինքն էսի ոչ թե մարդու օրա կամ հայ մարդու օրա կամ ինչ-որ բան, այլ էսի ուղղակի Նիկոլը իր մարդկանց օրն է նշում այսօր։ Իր նիկոլականների, իր անթասիվ նիկոլականների, իրան պաշտողներին, իրան այն ոչ մի բանների օրն է նշում։ Ես ըստե ճիշտն ասած հիմա մարդ եմ բան գալիս, ես տեսա որ լայվով մտել էր այդ կենթանին, որ ստեղ է, հիմա ես բան եմ գալիս ու ինձ ասեցին, որ ես կողմերի վրա է։ Ես տեսա, որ ման եմ գալիս ժողովուրդ ջան, հրաշքին տեսա, նայեք ում եմ տեսել, հայք, մի րոպե ժողովուրդ ջան, նայեք, տեսել եմ Արսեն Թորոսյանին դեմ դիմաց կանգնած, տեսեք ով է Արսեն Թորոսյանն, ով է ձեր, Արսեն Թորոսյան, ձեզ մի հատ հարց ունեմ հղելու, դուք ազգային ժողովի ամբիոնից, այս քաղաքացիներին ձեզ պաշտող, թե քպայական, թե հնդկական, հայկական, չինական, կապ չունի ինչական, դուք բոլորին մի հատ հայտարարություն արեցիք, ազգային ժողովի ամբիոնից եթե հայտարարություն եք անում, դուք դիմում եք ամբողջ ազգին, ճիշտ է։ Ինչի մասն է։ Չէ, ցանկացած բան, եթե հայտարարում եք, որ սենց, նշանակում է դիմում եք ազգին, ճիշտ է, խնդրեմ մայրիկ ջան, դուք մի քիչ այնքան կանգնեք, գինեք, որովհետև արտահայտություն արել, որը կնոջ մոտ ես ինձ թույլ չեմ տանեմ, իսկ ձեր Արսեն Թորոսյանը մի րոպե հարգելիս, մի րոպե ասել եք, դուք գիտեք լավ եք արել, թե չէ, միջև որս եթե քպայական որևէ մեկը չի հայտարարել դրա մասին, որևէ մի բան եմ հարցնում։ Մի հատ դեմարդեմ էի ուզում այդ հայտարարությունը լսեի ձեզանից։ Ոչինչ որ կնոջ մոտ ասեմ այն արտահայտությունները, որը դուք ասել եք։ Ինչ որ ես ասել եմ հրապարակային։ Դե գիտեմ, դուք ազգային ժողովի ամբիոնից եք ասել, դուք հայտարարել եք բոլորը լսի։ Ուրեմն տեսեք, Արսեն Թորոսյան, ես Արտակ եմ, անունս Արտակ։ Արտակ։ Շենգավիցի Արտակ եմ։ Իրանց ամբողջ պետական ստրուկտուրան գիտի, Շենգավիցի Արտակ։ Պատգամավոր է։ Արսեն Թորոսյան ջան։ Այո, ձեր կողմից ընտրված։ Մի բան հարցնեմ ձեզ հարգելիս։ Ուրեմն այն ինչի համար եմ ասում հարգելիս, ձեզ ընտրող ժողովրդին եմ ասում հարգելիս, ձեզ չէ։ Ձեր ասած արտահայտությունից հետո իրավունք չունի որևէ մեկը ձեզ հարգելիս, ասեմ, կներեք, շնորհակալություն, չէ։ Մի րոպե մի հատ հարցի պատասխանը չտվեցիք։ Եղբայր, եթե դուք ասել եք, մի րոպե հարգելիս, դուք ասել եք, կներես, որպես տղամարդ եք խոսում։ Ուրեմն, այն ինչ որ ես ասել եք, ասել եք, որ, կներես, Արսեն ջան, կլսես, որպես տղեն տղու հետ, կարող ես խոսած։ Ես տղայական բազար չէ։ Բազար չկա, իսկ քո չեմ, դու չես եք արա լինես եմ, որ ես բազարան եմ քո։ Կներես, եղբայր, հետ հարց եմ տալիս, աղբերս, մի հատ արի հարց տա, պատասխանը տու, աղբերս, մի հատ պատասխանը լավ, ու գնա, դու ասել ես, ապեր մի բրդի ինձի, արդու բրդում եմ ես, ապեր չէ բրդում, ապեր դեպուտատին բան եմ հարցնում, իմ երկրի դեպուտատին, հարգելիս, իմ երկրի դեպուտատն է, հարգանքով իրար հանդեպ, եղբայր, լսի, ցավոտան, ասել ես, ով թուրք ասելով, հայոյակ մի նկատի ունի, նրա լավի բերանը, նրա մոր բերանը, տանիքի բերանը, դու ես ասել, ես թուրք ասելով շատ տեղեր վատ արտահայտություն ունի նկատի ունի, ուստեղ ցանկացած քաղաքացի թուրք ասելով վատ բանի նկատի ունի, դու ասելով լավ ես քրֆե ինձ, չէ լավ ես ինձ քրֆե, ում ես թե լավ քրֆե եղբայր, ստելիքը մարդ թուրքին վատ բան ասում, դու թուրքին վատ բան ասողին լավ ես քրֆե,
Ես։ Ես գիտեք ով եմ։ Մարդ եմ ով որ մարդուն ասել է, այո, թուրքի քուր եմ տալիս։ Թուրքի քուր եմ տալիս։ Նիկոլին Սատարողին ով տես բան ասի, ես իրա սենսն եմ։ Դուք Նիկոլի Սատարում եք։ Աստված ձեզ հետ, ես վատմա չեմ ասում։ Բայց կարա որևէ մեկը ասի թուրքին ով հայոյի, նրա լավը, նրա մերը տանիքը։ Ցույց տամ, եթե ցույց տամ սաղ իրեն ենք ասում հիմա։ Կաներեք, հարգելի ոստիկան, մի րոպե։ Ես ցույց եմ ասում, եթե հիմա ես դա ցույց տամ, նշանակում է սաղ իրան է, չէ ասում, հարգելի։ Ստո, ախտրս ոստիկան ջան, մի րոպե։ Եղբայր, դիմաց է, սինական։ Լավ եմ իմանում։ Հավաքիկ է։ Մի րոպե, ցույց տամ, քույրիկս, արի, ախտրս մի կաս, ապե չէ մի կաս։ Ապե ես ադրուկ չեմ, բան չեմ։ Եկել եմ դեպուտատին հարց տամ, խես լավ քրտե։ Եկել եմ դեպուտատ։ Հա, ապե։ Ասում եմ դիմացը դուք ես ավքի։ Քույրիկս, արի ցավը տան, արի քույրիկս։ Մի վարկյան։ Ինչ գործ ունես ստեղ։ Ինչ գործ ունես ստեղ։ Ո՞վ է։ Քաղաքացի է, քաղաքացի է։ Ինքը քաղաքացի է։ Բա դու եկել ես այս պրազնիկորով հարամ։ Ասեմ ինչ, ի՞նչ պրազնիկ։ Ինչ պրազնիկ քաղաքացի օրը։ Հիմա ասեմ, քաղաքացի օրը չի կարա Եղեռնի հաջորդ օրը։ Լավ ասեմ, լավ ասեմ։ Բրտեք ինձ հանգարց մեկը։ Ով ասես չի կարող։ Գործեք մեկը, բրտեք չտե մեկը։ Ասեմ քուրիկս, ասեմ ցավը։ Նայ, Մի րոպե։ Մի րոպե, եթե ես ցույց եմ տալի, այս հայհոյակը տվողին է տպնում։ Լսի։ Լսի քուրիկս։ Այլ մարդու։ Հա ինչ։ Լսեցին մի հատ հետո նորից։ Դա որևէ այլ մարդու։ Այդ ցավոտանը որևէ այլ մարդու։ Հա, ես իրաց չեմ ասում։ Ես էլ եմ ասում։ Բաբավիտ եմ անում։ Ոսպես մի ես ասեմ վրից։ Դու կարաս ասես։ Բայց ազգային ժողովի ամբիոնից որևէ մեկը չի կարող։ Ազգային ժողովին մարդ այդքան ցածրանում է։ Իր պետությունը ցածրացնում է։ Ու նման քուրա տալի։ Կամ թուրք ասում ճիշտ։ Ինքնա թուրք։ Ազգային ժողովի ամբիոնից այսքան կարա թուր քաղաքացու։ Դուք այսքան քաղաքացիական պայմանագրի Մուսապչյան, մի րոպե, կներես, հարազատ ջան, մի րոպե, այսքան դուք ուզում եք ասեք ԿՊ-ին քարոզող մարդը ասում է, որ այսքան ստեղ ցանկացած մարդ կարասի ճիշտ արել։ Ազգային ժողովի ամբիոնից կարա հայհոյի ազգային ժողովի դեպուտատը։ Լավ, ուրեմն բոլորին եմ ասում, ազգային ժողովի ամբիոնից ով հայհոյի, ձեզ ես իրան հայհոյում եմ, ձեզ ով հայհոյի ես իրան հայհոյում եմ։ Ոչ մեկ չի հայհոյում։ Չէ, լավ է, բայց շեփ է, չէ, լավ է, աղբերս։ Փախավ Արսեն Թորոսյանը։ Հեսա, Արսեն Թորոսյանը փախավ ժողովուրդ ջան։ Արս ջան, լավ ես ցավը տան։ Լավ, չէ, եկե ուրիշ Արսենա։ Եկել էին Արսեն Թորոսյանին։ Արստայի նապաստակը փախավ։ Լավ, ցավը տան։ Ուրեմն ցույց եմ տալիս հիմա նորից սովածների փառատոնը։ Էսի մարդու օրվա կապակցություն չի, սա մարդու օր չի կարա լինի, չի կարա Եղեռնի հաջորդ օրը լինի մարդու օր։ Արսեն Թորոսյանը տեսակ ոնց փախավ։ Ես փնտրում եմ դեռ այդ նապաստակին։ Ինքը չլինի մի հատ ուրիշ դեպուտատ կբռնցնեն, ոչինչ։ Դե չենք կարա մեզ մոտիլովչիկների, չենք կարա մեզ նապաստակ ոչ մի բաներին, որովե միտեղ հանդիպենք։ Չկա, հենց կոմը չկա։ Ասեմ, ձեզ տեղեկ ասեմ ժողովուրդ ջան, մի ընդամենը մի այսքան ժողովուրդ է, նայեք։ Այսքան ժողովուրդ է ԿՊ-ական, որ սովածի պես եկել են կիշկվելու ուղակի։ Էսի ոչ թե մարդու օրն է, այլ էսի սովածի փառատոնն է։ Այդ ջուր վերցնեմ։ Ապեր այդ ջուրը կտակ, ինչքան կտվի վճարեմ։
Ուզում էին շարի տային, եղբայրը ջուրը ինչ արժի։ Դուր ցավը տան, հաջան։ Չէ, ախպերս ես։ Կամի չանեմ, մեռնեմ քեզ։ Կամի չանեմ, ախպերս։ Ուրիշ տեղ կտենանք իրար ցավը տանեմ։ Ես այսօր հետ ինչ գործ ունեմ։ Նիկոլի դեպուտատներին եմ ման գալի։ Նիկոլի ճանջերին։ Երևի դուք ականատես եղաք, թե Նիկոլի պաշտպանները ինչ որակն է, ասված ցույց տուր, որիքը պես բան ասեն, ու բեսի պես հարցակվում են, չնայած չի վախում էի 50 հոգի հարցակվեր, ինչ որ մի բան լիներ, ես ինչ աստ է, ստեղ էլ սուտի հայրենասերներն են, արա ուզում եմ միա ցույց տամ էլ ինչ որակ է միացտե, նա տեսեք ժողովուրդ ջան, դանդաղ պատատաստեմ նայեք, նայեք որ ոչ շուկի դեպի չմոռանաք, էլի, ինչ տեսակ է, ինչ որակ է, արա փախա վարա, ես արսենը ոս փախա վարա, Արսեն Թորոսյան, ես քեզ եմ ման գալիս, ախրանիկները տարան ուղակի, ուզում էի ուղակի ժողովուրդը տենային, թե ինչի համար եմ ես քեզ ուզում հենց հիմա պատժեմ, դու չես փախնելու ինձանից այդ ճանճ, ու նորից եմ կրկնում, ես թուրքը իմ թշնամին է, իսկ թշնամին իմ համար բոզի տղա է, կներեք հայհոյանքիս համար, թշնամուն ցանկացած հայհոյանք հասնում է, իսկ թուրքին թշնամին է, ով այս աշխարհի վրա կարա ասի, թուրքին քֆուր տվողին, լավը կամ մերը կամ հերը, ես նրա մոր բերանն է, լավի բերանն է, ընտանիքի բերանն է։ Հա, Գեգամ ջան։ Բոզի տղա։ Ես ունեցա, որ ման եմ գալի, չեմ գնա, հա, ցավը տանեմ, մեջտեղները, հա, ես տանի վրա եմ, ես մեջտեղներն եմ, Նայեք, Սովածի փառատոն, ԿՊ-ի տիրակալները, Սովածի փառատոնը, խորովածի օրն է։ Կներեք։ Արա ո՞ց փախավ էս Արսենը։ Արսենը փախավ ուրիշ դեպուտատի կտենամ։ Իրանց կողմերից ընտրված դեպուտատ։ Ավելի շուտ դեպուտատ չընտրված, դրվածները, դեպուտատ դրված։ Կգտնեմ, էլի միացնեմ մեկին կգտնեմ։ Սրան ուր փախցրին, բայց Տղեկ ջան, կարող է տեսած լինեք, Արսեն Թորոսյանը սենց ացավ, չենք տեսել, չէ, շնորհակալ եմ ախպերս։ Որդ է, հա? Ախպերս։ Հա, կթա բեսի։ Հակակնած եք անում։ Ինչ ես ասում։ Հակակնած եք անում, արություն ես նայում։ Բարի ճանապարհ։ Լավ են անում, բարևի։ Չգիտեմ ով անայեմ, բարևի ապեջան։ Ինչ ես ասում Արջան։ Ինչ տես։ Հա, որ ասում են ստեղ էր քաղաքներ այդ բեսը։ Ման եմ գալի։ Կորել է էլի։ Արան ես գողցան տարան։ Նապաստակին։ Աջան։ Չկա, կորել է ապեն։
Ոչինչ, էդի փախան, արա փախան, գիտես ոնց փախցրին։ Ասված ես ոնց են դիմում։ Իջ Շենգավիցի արտակ են դիմում, այն ապաստակներ։ Բեսեր, լավ, կխոսանք, ստե։ Նորից եմ կրկնում, ման եմ գալիս։ Հենց հիմա Արսեն Թորոսյանին եմ ման գալիս, ես տեսել էի, որ լայվ էր մտե, որ էսից ստե է։ Ուրեմն եկել էի, չեմ ուզում ասեմ ինչ, որ տեղի ունենար, բայց ասեմ ինչի համար է եկել, հենց Արսեն Թորոսյանի համար Ամիրյան փողոց։ Ուրեմն Արսեն Թորոսյանը մի 5-6 ամիս առաջ ու 5-6 ամիս այդ բեսին որևէ մի ձևով պատիժ չի ասվել, այսինքն հələ մի բան էլ պաշտոն են տվել իրան։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, մի 5-6 ամիս առաջ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ով մեզ կամ իմ թիմակիցներին կամ որևէ մի անձի, այսինքն որևէ մեկին, ես որևէ մեկի հետ, մի հատ վատ մարդու հետ ասենք վիճաբանության եմ բռնվում, ես իրան ասում եմ, ես քո թուրք բերանը քունեմ, ես քո թուրք բերանը խոսքին։ Ինքը ասում է կամ որևէ մի անձի, ոչ թե ինքը իր մասին, կամ իր ԿՊ-ականների մասին, կամ իրանցի մասին, այլ ինքը բոլորի կապ չունի, որևէ մեկին, եթե մեկը թուրք ասելով քֆուրի նկատի ունենա, ասում է ես նրա լավը, ես նրա մերը, ես նրա ընտանիքը։ Ուրեմն ես ասում եմ նորից Արսեն Թորոսյան, ես թուրք ասելով ի նկատի ունեմ ամենավերջի պղծված հայհոյանքը, ամենավերջի պղծված հայհոյանքն եմ տալի, այն ամենավերջի կատարյալ սրբությանը կպնող հայհոյանքն եմ ես տալիս թուրք ասելով որևէ մեկի, եթե ես ասեմ թուրք, ես այդ եմ ասում։ Ու ես շատ մարդկանց ասում եմ թուրք, իմ մերս ասում, իմ հերս ասում, արա դաժե ասեմ, քո ԿՊ-ականներն են ասում, երբ որ տեսնում են այդ ձեր կողմից ասված քոչարյանականներին կամ ինչ որ մեկի, որ դուք չեք ընդունում որպես քաղաքականության դաշտում երևացող։ Դուք իրանց թուրք եք ասում։ Արա թուրք ասելով դուք ի նկատի չունեք հիմարի մեկը, ապուշի մեկը, դուք ի նկատի ունեք հայհոյանք, եթե բոլորս ի նկատի ունենք։ Ու ես հիմա ասում եմ, ես թուրք ասելով հայհոյանք ունեմ, հայհոյանք եմ տալիս։ Շատ վատ հայհոյանքներ եմ տալիս թուրք ասելով։ Ով այդ հայհոյանքով ինձ ի նկատի ունեցեք, կամ իմ ընտանիքին, կամ իմ հայ ազգին, ես նրա մոր բերաններ քունեմ։ Դու ասել ես մոր բերանը, լավի բերանը, ընտանիքի բերանը, ես ասում եմ իր մոր բերաններ քունեմ, իր լավի բերաններ քունեմ, իր ընտանիքի բերաններ ամեն օր քունեմ։ Հասկացա՞ր Արսեն Թորոսյան։ Ուրեմն ես հետո եկել էի ասեի քեզի ու պատժեի գնայի։ Իսկ ու ուջուր գլխով անվտանգության աշխատողները արա։ Այն ապաստակ, այդ կանանիքին որ գցեցիր դեմս, որ քեզի կարանան գողանան, արա։ Ես տեղ եմ հələ, ես եկում չեմ եթե մնես չի որ վախում եմ 5000 հոգիս տեղ կայնած են թե չէ։ Այ ոռիկ, այն 18 տարեկան տղեն, արա, սահմանում կայնած չվախեցավ, բռած ասեց ով մեր հողը հազդի նրա մերը քունեմ ու ինքը մեռավ, արա։ Ինքը իրան սպանեց հանուն այս Ամիրյան փողոցի համար, հանուն այս Ամիրյանով քայլող ցանկացած որևէ մեկի համար կամ այդ ձեր ԿՊ-ական որևէ մի հատ ճանջերի համար։ Այս սաղիթ համար այդ տղեն մեռավ ու դուք մտածում եք կարողա ես վախենամ, արա, որ այս 1000 հոգին կարողա հարցակվի վրս, ֆերիս հարցակվի քունեմ սաղիթ լավի բերանը։ Ես հիմա ստեղ սպասելու եմ ենքա մինչև դուք գաք ու ես այս պատասխանը ձեզանից լսեմ, եթե պատասխան չտա կարա ես իմ պատիժը տամ քեզ որպես այ ես հիմա այդ ձեր ասած թասիվով քաղաքացու օրի օրը։ Հենց այսօր որ ձեր ասած թասիվով քաղաքացու օրը ես իմ պատիժը տալու եմ ձեզի որպես թասիվով քաղաքացի։ Բայց թե դու ոնց կորար այն ապաստանք այդ չեմ կարող հասկանամ։ Այն ախրանիկները։ Զիբիլի բրիկատուներ արա։ Դուք ախրանիկից բացի ուրիշ ինչ կարա կլեք, արա այ ոչ մի բաններ։ Կորավար այս լավա բերանը։ Ախպերներ ջան, ես ուրեմն ոչ բան եմ, մանիպուլյացիա անում եմ, ոչ շառ եմ, ոչ էլ մեկի ջեբը ընկնող եմ։ Ագերես, ես տղա եմ, որ որս տղա, եկել եմ այսքանի մեջ, այսքան ԿՊ-ականների մեջ, մեկ էլ դուք ում որ համ մեր համար եք, համ ցանկացած հայ, ցանկացած քաղաքացու ես երկում, ճիշտ է։ Մերն եմ ձեզ, պես եկում եմ, բայ ախպերս, որ մարդիկ չտենան ում հետ եմ խոսում։
Ընկերս, մարդը 5-6 ամիս առաջ հայտարարում, բայց փոխում հասելով խփուրի նկատ ունի, դրա լավն էլ, բերել ընտանիքն էլ։ Եկած է ապե։ Եկել եմ հիմա իրան ասեմ ապե, ես թուրք եմ ասում շատ մարդկած։ Իրոք արժանի այդ մարդուն թուրք ասելով, այդ թուրք ասելով ես վատ խփուրների նկատ ունեմ։ Դու ո՞նց ես ասում նրա լավի բերանել, մոր բերանել, ընտանիքի բերանել։ Ի պապս ապե փախստականա բանից։ Ես թուրքին նայում եմ թշնամի, թշնամուն ինչ ենք նայում, բոզի տղա ենք նայում։ Բա ո՞նց կարելի է ազգային ժողովի ամբիոնից ասելով թուրք ասելով քփուրի նկատում նրա մոր բերանը, լավի բերանը, ընտան։ Իք իրա քպայականին էլ է քրվում ընկեր։ Կներեք ախպերս ամենն դեպս ինձ թվում է մի հատ ոստիկանության աշխատում մի հատ բան չարեցի էլի որ Էջը մի հատ խոչընդոտը տենային հիմա խինոր էին թուրը տվել ես հոզերը ինձի։ Հոզեր ասելով ի նկատի ունեմ ես քպայական շարը ագարկիքը։ Բարը մատ դեպուտատ եմ ուզում տենամ էլի, մի հատ դեպուտատի, ոնց են ասում, դեպուտատի միս եմ ուզում։ Հենց հիմա դեպուտատ եմ ուզում տենամ, ես քպայական որևէ մեկը մի ամիտ հայտնվի դեմս էլի։ Ու ճիշտ է, ես չեմ ուզում ես Ամիրյան փողոցի վրա իմ քաղաքն է, իմ քաղաքի կենտրոնն է։ Մի հատ շուխուր անեն, ոնց իրանց պետք է այդպես կարան ապորմիտ անեն, բայց ամենայն դեպս ուրիշ տարբերակ չկա, 21-րդ դարա ստիպված լայվ ենք պատել, որ հոզի պես չգան, ընկրեն ջեբներս, վերջում էլ ասեն եկավ դեմս կայնեց, ես ինչ բան ասեց, մենք էլ սենց արեցինք։ Նորից եմ կրկնում, ժողովուրդ ջան, ես եկել եմ Ամիրյան փողոց, այն բանի համար, որ ես տեսել եմ Արսեն Թորոսյանին այստեղ լայվով, որ ինքը ստեղ է, ես տարբեր ձևերով 5 ամիսա պապիտկա եմ անում, որ այդ ոչ մի բանին բռնցնեմ։ Ու ասեմ ինչի համար։ Նրա համար, որովհետև 5-ից 6 ամիս առաջ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, ով թուրք ասելով հայհոյանքի նկատի ունի, ով մեզ կամ իմ քպեականներին ասում է, կամ որևէ մի այլ անձի, այսինքն այլ անձի նկատի ունի ցանկացած մեկին, որ ինքը արժանի է իրան թուրք ասելու, ինքը իրան էլի նկատի ունի։ Ու ինքը ասում է, ով թուրք ասելով հայհոյանքի նկատի ունի, նրա լավի բերանն էլ, մոր բերանն էլ, ընտանիքի բերանն էլ։ Ուրեմն ես եկել եմ այստեղ, որ Արսեն Թորոսյանին ասեի, Արսեն Թորոսյան, ես քո լավի բերանն էլ, այս ես տեսեք իշքան մարդ կա, ասեի մորդ բերանն էլ, ընտանիքիդ բերանն էլ, Արսեն Թորոսյան։ Եկել էի ասեի են էլ KP-ի ճտերը, են շարլատանները, բերեցին թափով վազելով եկան, կանանիքին թողեց, կանանիքին քցեց մեջտեղ, որ իրան փախցնեն ու գողացան իրան։ Ես չէ կարայի նապաստակներ։ Ես չէ կարա ժողովրդի մեջ դուրս է գալի արա։ Ձերես այս ամբոխը, այս տեսեք, ես սոված ամբոխը, նրա ամբոխին նայեք։ Հլայք ինչ մի հատ մասա է, մի հատ մասային մենակ տենակ։ Ինչ մասա։ Ախպերներ ջան, ինչ կա։ Սովածները կողեք թու այդպես խորովացները։ Այս փողով են տալի, թե ձրի են տալի, բա։ Վճարել է սախտել։ Փողով են տալի, այ սրանց մերեկումն է։ Այ ժողովուրդ ջան։ Արա պաստորեն ես աղբեկը խորովացնել էր արա փողով տալի։ Ես գիտեմ թե խորովացը սրանք ձրի են տալի արա, այս մարդկաց կանչել են Ամիրյան փողոց, որ խորովաց տան արա Արմեն արա։ Վայ ձեր բերանը գիժ են արա այս կանտոնները։ Ես գիտեմ թե կանչել են խորովացի փառատոն են անում, խորոված են հեսա դնելու, մարդկաց խորոված բաժանեն ձրի արա։ Վայ ձեր բերանը արա։ Ուտենց եկել էի, որ Արսեն Թորոսյանին տենայի, ասեի ես քո լավիդ բերանն էլ, մորդ բերանն էլ, ընտանիքիդ բերանն էլ ու ես իմ պատիժս հատկացնե ես։ Այս պուպուլիկին, են էլ գողացան էլ։ Են իրա շարլատան կանալիքին կցին դեմս, այս ես թագին, սուտի։ Դե ես էլ ինձի թույլ չէի տա,
Բարը ձեզ։ Հա, ձեր անունը ինչպես է։ Արտուր Հովհաննեսյան։ Արտուր Հովհաննեսյան, ազգային ժողովի դեպուտատ։ Ահա, այո։ Պարոն Արտուր Հովհաննեսյան, մի հատ հարց ունեմ ձեզ եղբայր, որ այս շարքային քաղաքացի ոչ մի բանի հետ կապ չունեցող, ոչ մի քաղաքական ստրուկտուրա հետ կապ չունեցող։ Մի քիչ առաջ Արսեն Թորոսյանին հարց տվեցի, ասես մի քիչ հետո կպատասխանի ու գնաց։ 5 ամիս առաջ անշահվել։ Արսեն Թորոսյանը ասում է, ով ազգային ժողովի ամբիոնից ասում է, ով մեր ԿՊ-ի անդամներին, ինձ կամ որևէ մի անձի շարքային քաղաքացու է, որ վատ ապավում, ասում ես ես քո թուրք սենցը։ Կասի թուրք հայհոյանք նկատի ունենալով, ասում է նրա լավի բերանն է, մոր բերանն է, կներես եղբայր ջան, քաղաքացիորը, բայց ի՞նչն է պատճառը, որ այդ օրը չի, ես քեզ ոչ մի տեղ, նա համարս թողեմ կարա զանգես տենանք իրար։ Այսինքն Հարցը տամ ես քեզ։ կգաս ազգային ժողով քաղաքացիների Չէ, չես կարող երբ վաղը գամ, երբ շաբթի օրը գամ։ Չէ, եթե ես գամ կան հիմա դու դիմացիցս են կողմես գնում, ես բոլորից դիմացն է։ Դու դիմացիցս Լավ, ես դե կանգնեմ դու գնա ուրեմն։ Դու դիմացիցս Բայց ես եք շաբթի օրը կգամ, կասեն Շենգավիցի արտակը եկել։ քաղաքացիների ընդունում Կասեն Շենգավիցի արտակը եկել է քեզ։ ցածր են խոսում, հանգիստ ենք մեզ։ Կասեմ Շենգավիցի արտակը եկել է, ապե։ Կգաս կասես Ձերը տապե, ձերը տենյան տար, ապե։ Շենգավիցի արտակը ամեն տեղ ասում Շենգավիցի արտակը, ասա դու մի տեղ ասես։ Ես կգամ, ես քեզ երկու շաբթի օրը կտենամ, եղբայր։ Եղավ, ցավը տամ, ես կգամ։ Այդ մատով ինձի կանչում ես։ Դու արի մոտիկ։ Ասում եմ արի մոտիկ, Անուշա։ գնա վայելի հասան։ Եղբայր, ես իմ ամիրյան փողոցում ունենց ազատ եմ, հավատա, որ դու քո տան այդքան ազատ չես։ Բարև ձեզ, Ալես Սիմոնյան, ինչպես եք եղբայր։ Մի հատ որպես տղեն տղուն մի հատ բան հարցնեմ, մի հատ բարից 5 ամիս է արձագանք չեմ ստանում։ Որպես տղեն տղուն հարց է տալի, պատասխան լսեմ։ Արսեն Թորոսյանի նոր հարցեցի, նույն պատասխանը տվեցից։ Ազգային ժողովի ամբիոնից ասում ով թուրք ասելով հայհոյանքի նկատի ունի, նրա լավի բերանն էլ, որ բերանն էլ ընտանիքի բերանն էլ։ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից ասում։ Այդ մարդիկ լսում են իրանք, եղբայր։ Կներես, չէ, ուզում եմ, վատ բան արել։ Ուզում եմ ասեմ ես հիմա թուրքին, կներես, Անուշը, կներես։ Ես հիմա վատ մարդու, շատ վատ մարդու ասում եմ թուրք։ Թուրք ասելով ունես վատ բանի նկատի ունեմ, կներես, շատ վատ բան ես։ Ահա։ Կարաս դու ասես, եթե դու թուրք ասելով քֆուրի նկատի ունես, քու մերն է, լավն է, ընտանիք։ Իրավունք ունի որևէ մեկ, չէ, ինչ չի վերաբերվում։ Չէ, հիմա ինքը քեզ էր ասում։ Հա։ Ինքը քո մասին էր ասում։ Ով ասում է, Իրան բան ես ասել։ Ով ասում է, դա ի՞նչ նշանակում եղբայր։ Դու իրան բան ես ասել։ Արսեն Թորոսյանի։ Ինչ պիտի ասեմ իրան։ Բա դու խոսակցության Դե առաջի անգամ ես քեզ տեսնում եմ դեպքից։ Նախ քեզով մի խոսա, դու քո բան եք անում անչափ։ Հա, լավ։ Խոսակցության կեսից մտնում ես։ Որ խոսակցության Այդ Արսենի խոսակցության կեսից շո բան։ Իրար վիճաբանություն եք ունեցել։ Հասկացա, Բայց դա մեր վիճաբանության մեջ մտնում ես, եկել ես Ամիրան փողոցի վրա, ուզում ես այդ վիճաբանությունը։ Լավ, մի հատ բան հարցնեմ, մի հատ Հարգարժան Ալեն Սիմոնյան։ Ես անդ ոնց է։ Արտակ է իմ Չէ, անունը։ արտակ չէ։ Բայց ինչ գիտես ինչ է։ Ես հիմա բա չեմ ուզում Բայց ես չեմ խոսալ։ Ես ասում եմ հնարավոր է։ Չեմ ուզում։ Չեմ կարամ չուզեմ, չէ։ Հա, բա, Լեվս բանկը քոնն է։ Ինչ խնդրի մասին։ Ասեմ 5-6 ամիս առաջ Արսեն Թորոսյանը, չէի ուզում սենց հանրային դառնալ, որովհետև ես 5 ամիս է Արսեն Թորոսյանին այսպես բարի վայրում էի ուզում տեսնեի։ Հայտարարեց ազգային ժողովի ամբիոնից, որ ով թուրք ասելով մեզ կամ ԿՊ-ականներից որևէ մեկին կամ այլ մարդի նկատի ունի մարդուն, որ թուրք, ասկան վատ բան արի, իրան կարելի ասել թուրք։ Իսկ մենք պապենական եկած թուրք ասելը մեկի նկատի ունենք շատ վատ արտահայտություն։ Մարդը ազգային ժողովի ամբիոնից դեպուտատը ասում է ով թուրք ասելով հայհոյանքի նկատի ունի, նրա լավի բերանն էլ, մոր բերանն էլ, ընտանիքի բերանն էլ։ Հազար անգամ ներողություն, որ կին արմատա ինձ հարցնում, ես այս պատասխանը տալիս եմ, բայց այս պատասխանը տվել ազգային ժողովի դեպուտատ ԿՊ-ական Արսեն Թորոսյանը։ Այո, հենց հիմա ինքը նախարար է, ու հենց այդ հայհոյանքից հետո է, որ ինքը ամբողջ ազգին ասելա թուրք ասելով, ով հայհոյանքի նկատի ունի, նրա լավի բերանը, մոր բերանն ու ընտանիքի բերանը։ Այդ արտահայտությունից հետո ինքը դարել է նախարար։ Հիմա ես եկել եմ ասեմ, որ Արսեն Թորոսյան փախավ ճանճը։
Մի քիչ առաջ, այո, տես Արսեն Թորոսյանին տեսա փախավ ինքը։ Ախրանիկները տարան։ Ուրեմն ես հենց այդ եկել եմ իրան հարցնեմ, իրան ասեմ, ու ես էլ որպես քաղաքացի դե դրանից հետո ինչ կլինի, թե կկալանավորվեմ, թե ինչ, ես իմ պատիժը հատկացնեմ մարդու, որ ես այո, թուրք ասելով քֆուրի նկատի ունեմ։ Ու շատ վատ քֆուրի նկատի ունեմ։ Ու ոչ մենակ ես։ Ու իրա ԿՊ-ական շատ քաղաքացիներ, որ ասենք թե քոչարյանականներից որևէ մեկին տեսնում են, ասում են թուրք ասելով իրանք ի նկատի չունեն անուշ ախպեր։ Իրանք ի նկատի ունեն ես քու մերը, ես քու հերը։ Եթե մարդ թուրք ասելով վատ բանի նկատի ունի, դաժե իրա ԿՊ-ականը, ինքը իրավունք չունի իրա ԿՊ-ականին նաև հայհոյի։ Ինքը դաժե հայհոյում է իրա ԿՊ-ականին։ Ես եկել եմ որպես թասիպով քաղաքացի, ասեմ եղբայր, դու իմ ընտանիքին քֆուր տվեցիր, իմ պապս Վանից փախած է։ Մենք 100 տարի թուրքին, այո, թուրքին որպես հայհոյան գիտենք, կներեք, թուրքին հայհոյան գիտենք։ Թուրք բառը մեզ համար հայհոյան կա։ Թուրքեն ասում եք ինչ են անում հիմա հայոյում են։ Եթե ասում է թող պատասխան տա ասողը։ Ամեն մեկին որ պատասխան տա։ Ներեցեք, իսկ իրավունք ունի որևէ մեկը հաջալ։ Թուրքը չի հայոյա։ Ձեզ համար թուրքը չի հայհոյան։ Որովհետև թուրքը մեր պապերին ինչպես, ուղղակի թուրքա ով էր։ Չէ, այդ ազգությունը չի կարելի դրանով Եղավ, դուք թուրքապաշտներ եք, ես էլ թուրքին հայոյով։ Դուք թուրքապաշտներ եք, ես էլ հասկացաք հարգելիս, ասեցի արտակա, հարգելիս, հասկացաք ինձ, արգարջան հասկացաք իմ ասացը։ Ասեցի, որ Արսեն Թորոսյանին տարան, եղբայր ես քաղաքական գործիչ չեմ, որ ինձ հարցեր տաք։ Երախոսը Սիմայլա միացած։ Հիմայլա հիմա միացած իմ երախոսը։ Հարց եմ տալի, ինչ ես արել այս ազգի համար դու։ Անձամբ Քեզ ինչ ես, բայց ինչ ես արել։ Կամած խոսայիմ այդ մի հատ։ Քեզ ինչ դով ես որ ես քեզ։ Ես քեզ այդ հարցը տալիս դով ես որ տղա։ Որ այդ կամած խոսապ է։ Բերանը կամած բաց, կամած խոս չբաց է։ Կամած խոսապ է։ մի րոպե։ Հասկանում եմ դու չբաց ես։ Հարգելի Ահա շիշը կտես։ Նշանավոր մի բայ։ Ես հանգիստ կայլած խոսում եմ արա։ Այ ոչ մի բաններ։ Գիշ են արա։ Ես եկել եմ շարի պես անդրում եմ ջեփը սաղել։ Ախր նորմալ խոսում եմ, հասկանում լավ։ Հասկանում եմ, ընկեր, հասկանում։ Всё լավ, ախպեր, всё, ցավատա, всё մերկաներ ես։ Մերրեմ քեզ, դուք իմ ախպերներ եք, всё։ Սա դուք եք հասկանամ, ես ենա, դուք եք։ Սրան եմ սպասում, իրես մի։ Գիտեմ մերն եմ աղբորս, գիտեմ ցավը տանեմ։ Սարքել են շարի աղբի երկիր ընկեր։ Ասպա դու ես երկրի համար ինչ ես արել։ Այ ոչ մի բան, դու ինչ գիտես ես ով եմ ինչ ունեմ արած։ Ձեր ոչխար բերել։ Ահա նորմալ է, չէ, ես կարող գնամ քայլել։ Ախպեր ես ներքել, ես ախարոն։ Լավ, գնամ ներքել։ Լավ, всё, լավ, գնում եմ։ Քոարը գնում եմ։ Ես չեմ առաջացնի խոչի։ Ապե սաղ իմացա, սաղ լսեցի, всё գնացի ես։ Գնում եմ, Ընկեր, արխեն կարաս գնաս քո ծառայության ես գնացի։ Ընկեր, ես Շենգավիցի արտակն եմ, որ մի բան ասում եմ, կապ չունի, եթե մեկի խաբելու ալեմ խաբում եմ։ Եթե չեմ խաբում, ես ասում եմ ախպեր, գնա անում եմ։ Եթե չեմ անելու, չեմ ասում ախպեր։ Գնացի ախպերն է, լավ եղեք ձեզ բարի ծառայեցի։ Դրանց ինչ պետք էր, ում պետք էր տեսա։ Հաջողություն ախպերը ջան։ Այսքանը։ Այս ամեն երկիրը Բայց Արսեն Թորոսյան, իմացի, դու ինձի ռաստ ես գալու, դու տակու ռաստ ես գալու, արա այ ԿՊ-ականներ, դուք չեք հասցնելու ընտրության գնաք, չեք հասցնելու, դուք հեսա որցերի հաճույքը, հայ որց տաղերքի հաճույքը դուք կզգաք, անպայման կզգաք, Էսերի նայարա Ձե խարմել էր իրանց տաման ոչ մի բանների հետ Շիշը կողխեմ որըդ խաղպա Ասպա եսի տեղը չի
Պիտորած Ամիրյանի վրա ընդամենը 500 հոգի հավաքվել եք խորոված եք ուտում, արա մարդկանց վրա խորոված եք ծախում, բեսեր։ Ասում եմ, էսի տեղը չի։ Ազգային ժողովի ամբիոնը տեղն է, պիտորած որ 3 միլիոն մարդ անայեմ, ասում ես լավիդ բերանը, մորը բերանը, ընտանիքիդ բերանը։ Ձեզի պատժելու համար ամեն տեղ էլ տեղն է, արա։ Այ բեսեր։ Այսքան բան ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հենա տեսակ։ Արսեն Թորոսյան ով է, այն պուճուրեն աշխակնոսերով, այն մեկ ով էր, որ ես պարի մոտիկ։ Այ ոչ մի բան, ով է սար ինձի կանչեց ես արի մոտիկ։ Իսկի քո հերը չի կարա ինձի ասի արի ով, ասում է խաղաղությունը, բանը ազատությունը թվայելի, յանը ազատությունից կարամանեց անեմ զրկեմ։ Դու այ բես, ես իմ արաստերից այնքան գոհ եմ, որ ես իմ կյանքում չեմ մտածում, արա, որևէ մի վարքյան, որ մի հատ կալանքի պիտի եթամ, արա։ Բեսեր, դուք եք կալանք տեղ որպես գյոթ ապրել։ Կողխեմ ձեր բոս բերանը, սաղ կյանքներըտ աբիժնիկ, հայից աբիժնիկ ապրել եք, արա, բեսեր։ Նորից եմ կրկնում ժողովուրդ ջան, ուրեմն ես իմ գալու իմաստը որն էր։ Երեկվա այդ հագուստները բացարձակ այսօրվա հետ կապ չուներ, ճիշտ է, այդ տրամադրվածությունս կար, ջղայնությունս կար, բայց այսօրվա ստեղ գալուս իմաստը այն էր, որ 5 ամիսա, 6 ամիսա Արսեն Թորոսյանին եմ ման գալի, որևէ միտեղ չեմ կարողանում բռնստեմ։ Տեսակ, դաժե այդ իրանց ասած բարդ օրը, այդ ԿՊ-ի օրը, դաժե այս ժամանակ արա, չկարողացան ազատ հարցին պատասխան տա, բես ասել ես պատասխան տու արա, ասել ես պատասխան տու արա, նապաստակի պես պահկվելով ման ես գալի, մի տարի պահկվելով ման է կար 2 տարի, այ բես, բա դու չես մտածում, որ ինձի լավ ես քրֆե, իմ հայազգի ցանկացած քաղաքացու մերու լավ ես քրֆե արա, ընտանիք ես քրֆե արա, այ բոզ Ինձի լավ քրֆողի մորը ես ծածացնեմ, այո, ես թուրք ասելով ի նկատի ունեմ հայհոյանք, թուրք ասելով ես ի նկատի ունեմ հայհոյանք, ով այդ քֆուրը ինձի տվել, ու այդ տվյալ հայհոյանքը իմ ազգի որևէ մի, իմ ազգի մեջ 99%-ը, ուզում ես անթասիբ տեսակ ես, որ մի 100 հոգի կամ 50 հոգի անթասիբ տեսակ կա, դաժե նրանք էլ առանձին են ասելու են, այո, թուրք է ենի, ասեմ թուրք ասելով դուք ինչի նկատի ունեք, ինքը ասելով շատ վատ բառ Եթե վատ բառ կնոջ ասելով նշանակում է հայհոյանք։ Եթե հայհոյանք ուրեմն ասա այ բոզ։ Արա այդ հայհոյանքը սաղ ազգին է կպնում։ Ես էլ ասում եմ ախպեր, ով թուրք ասելով դու ասել ես, որ թուրք ով ասի Դրանով քֆուրի նկատի ունի, ասել ես նրա լավի բերանն էլ, մոր բերանն էլ, ընտանիքի բերանն էլ, ես է քեզի ասում եմ Արսեն Թորոսյան, իմ ազգի կողմից, քու լավիդ բերանն էլ, մորդ բերանն էլ, ընտանիքիդ բերանն էլ, էսի ես մենակ լայվով չեմ ասում, ես էսի քեզի դեմ դիմաց ասելու եմ, ու իմ պատիժն է իմ ամենակարևորը իմ համար, որ ես քեզի տալու եմ, արա, իմ պատիժը հիշի։ Ու նորից եմ կրկնում, Շենգավիցի արտակն արա քո հետ խոսում։ Այդ թսան։ Նապաստակի պես փախակ արա։ Ախրանիկները գողցան քեզի նապաստակի նման։ Այսքան բան ժողովուրդ ջան, ինչ ասեմ, տեսակ, ինչ տեսնելու է։ Լավ եղեք։ Տեսեր եկել են Եղեռնի հաջորդ օրը մարդու օր են անում, խորոված են անում։ Շաշտամ ես ձեր փառատոնի վրեն։ Խախտեք։ Հայ ադատներին ալա աբիժնիկ բեսեր են, հայի ադատներից աբիժնիկ բեսեր են։ Այսքանը ժողովուրդ